Բարև ձեզ, ուսանողներ ջան։ Երիտասարդները իհարկե, որտեվ այսօր նաև օրը ձեզ է նվիրված լինելու, եղել է ու լինելու է։ Ինչի համար առանձին հիշատակեցի ուսանողներին։ Պարոն Ծառուկյան, մի գաղտնիք բացեմ, էլի կարելի է։ Ուրեմն, երբ որ առաջարկ Հայաստանին կազմվում էր, թիմակիցները ստեղ են, չեն ասի Աբովյանը չափազանցնում է։ Պարոն Ծառուկյանը ասեց հետևյալը. ժողովուրդ ջան, երիտասարդության ուսանողների վրա առանձնահատուկ ուշադրություն։ Առանձնահատուկ, բոլոր ոլորտները շատ կարևոր են։ Բայց ուսանողությունը, շրջանավարտները, ապագա ուսանողները, երիտասարդները Ծառուկյանի խոսքերն է ուշադիր։ Դա միայն իրենց հարգարժան ծնողների, ընտանիքների ապագան չեն։ Իրենք ամբողջ երկրի ապագան են, եթե մենք այսօր ապագան չփայփայենք, մենք ապագա չենք ունենա։ Եվ այսօր այս հրապարակից ուզում ենք դիմել մեր բոլոր երիտասարդներին, մեր բոլոր ուսանողներին, երիտասարդներ ջան, գնացեք քվեարկության, որ կարողանաք ապրել ձեր հայրենիքում, ապահով, զարգացած ու արժանապատիվ Հայաստանում։ Ուզում եմ խոսքս նաև ուղղել մեր ուսանողներին, որովհետև ինչպես հայտնի է, պետության ապագան բանիմաց, գրագետ ու կրթված ուսանողներն են։ Ուսանողներ ջան, գնացեք քվեարկության, որ ձեր դիպլոմը հանգարց թուրքերեն չլինի։